Ողջունում եմ բոլորիդ ընկերներ ջան, այսօր ցանկանում եմ միասին իրականացնենք մեկ շատ հետաքրքիր էքսպերիմենտ, փորձ օտես արժութային զույգերի հետ։ Կան շատ վարկածներ, շատ թրեյդերներ արտահայտում են իրենց կարծիքները օտես արժութային զույգերի հետ, վիդեոյի ընթացքում ես եւս կարտահայտեմ, իսկ հիմա ասեմ ինչու՞մն է կանալու էքսպերիմենտի տրամաբանությունը, որևէ արժութային զույգ ես վերլուծելու եմ, որից հետո բացեմ գործարք ըստ անալիզի, դրանից հետո հակառակ ուղղությամբ անմիջապես բացելու եմ 3 անգամ քիչ, ըստ լոգիկայի արդեն բրոկերին հարմար է եւ ձեռնտու է, որպեսզի գնա անալիզին հակառակ ուղղությամբ, որպեսզի ինձ տա ավելի քիչ գումար եւ աշխատի ավելի շատ գումար, ընկերներ ջան, եկեք առանց ավելորդ խոսքերի հուսով եմ կարեցա բացատրել ձեզ ճիշտ տրամաբանությունը, տեսեք հենց առաջին արժութային զույգում մեկ եկեստերից ակնհայտ երևում են մինի կոլեկցիաները 1 րոպե դեպի վերև, այստեղ այդ 1 րոպեն արդեն տեղի ունեցել, բացում եմ ըստ անալիզի ուղղության 1 րոպե դեպի ներքև, ընկերներ ջան, եւ բացում եմ 1 րոպե դեպի վերև։ Անալիզը այստեղ ասեցի արդեն կորեկցիան ավարտվել, ակինը շարժվում է մինիմումի թարմացման, լոկալ կորեկցիաները, մինի կորեկցիաները լինում են 1 րոպեանոց կորեկցիաներ։ Բացել եմ գործարք $150 դեպի ներքև եւ $1 դեպի վերև։ Դեռ ընկերներ ջան, այնպես է դասավորվում է ամեն սիտուացիան, որ գրաֆիկը շարժվում է ոչ իմ գործարքի ուղղությամբ։ Սակայն ոչինչ հնարավոր է այստեղ եւս երկարաձգված կոլեկցիաներ, եկեք պատրաստենք տրկին այստեղից $150 դագոնը, եկեք ստեղ պատրաստենք $300, որ բացելու եմ։ Եկեք այստեղից իմպուլսից բացեմ $300 դեպի ներքև եւ եկեք տրկին բացենք $50 դեպի վերև։ Կրկին տրամաբանությունը նույնն է, ըստ անալիզի, եթե գրաֆիկը շարժվում է, բնականաբար ըստ անալիզի շարժվում է սովորական արժութային զույգի պես իր անում է այն, ինչ որ պետք է անի, իսկ եթե շարժվում է դեպի վերև, արդեն կան կասկածներ, որ բրոկերը այս ամեն ինչը կառավարում է ու տվյալ պահին որոշում է, որ դեպի վերև գնա, օրինակ ինձ կտա $46 պրոֆիտ եւ կաշխատի ընդհանուր $250, իսկ հակառակ դեպքում ինձ կտա $256, որի ժամանակ արդեն ես կաշխատեմ, ընկերներ ջան։ Առաջի սիտուացիայում ես ուղղակի կարծում եմ, որ սա որոշակի երկարաձգված կոլեկցիա է։ Ես հիմա ցանկանում եմ արտահայտել իմ իսկ կարծիքը օտես արժութային զույգերի համար։ Ընկերներ ջան, օտես արժութային, տեսեք $300 արդեն պլյուս վերցրեցի ես, եկեք այստեղից բացեմ կրկին $150 դեպի ներքև գործարք եւ եկեք բացեմ $50 դեպի վերև գործարք։ Ընկերներ ջան, տեսեք, բազմաթիվ թրեյդերներ խոսում են այս թեմայի մասին։ Որոշ թրեյդերներ ասում են, որ օտես արժութային զույգերը կառուցում են արհեստական բանականությամբ կամ գոյություն ունի որևէ գեներատոր, որ միացված է կոդիրովկաներին, մոմերին ու երբ տեսնում է, որ մի ուղղությամբ օրինակ բացված է X քանակությամբ գումար գործարք, իսկ հակառակ ուղղությամբ բացված օրինակ 2X գումար գործարք, ինքը փակելու է իրեն ձեռնտու ուղղությամբ։ Նման բան ընկերներ ջան, ես չեմ բացառում, քանի որ դրա մասին կոնկրետ ինֆորմացիան մեզ կարող է տալ միայն pocket option-ի տերը, ում պատկանում է pocket option-ը եւ հնարավոր է որոշ աշխատակիցներ, մոդերատորներ, քանի դեռ մենք այս հարցին կարող եք պատասխանել միայն թեորիապես, մենք բոլորս հավասար մակարդակի վրա ենք արտահայտում մեր կարծիքը։ Ես ցանկանում եմ արտահայտել իմ կարծիքը։ Տարիներ ի վեր ես աշխատում եմ, տեսեք այստեղ եւս երակի մեծ գործարքը պլյուս տվեց մեզ, բացում եմ կրկին $150 դեպի վերև, $50 բացում եմ դեպի վերև, ներողություն, սա ներքև, սա վերև, տրամաբանությունը նույնն է, գինը շարժվում է մինիմումի թարմացման ըստ իմ վերլուծության։ Ընկերներ ջան, ես աշխատել եմ տարիներ շարունակ օտես արժութային զույգերով, աշխատում եմ մինչև այսօր։ Թիմում բացում ենք սրա հետ գործարքներ, օտես արժութային զույգերը ինձ համար գրեթե ոչնչով չեն տարբերվում, չհաշված որոշ նյուանսներ, որ լինում են անկանոն երբեմն շարժեր, սակայն լինում են հազվադեպ քիչ, այնքան քիչ, որ ընդհանուր այստեղ աշխատել լինում է։
Ես 100%-անոց ինֆորմացիայի չեմ տիրապետում եւ չեմ կարող վստահ ձեզ ասել, օրինակ, կա ինչ-որ մանիպուլյացիա, կա ինչ-որ բրոկերի կողմից մախինացիա, որի միջոցով բրոկերը աշխատում է գումար թրեյդերների վրա, սակայն ես չեմ կարող նաեւ ընդունել այն թրեյդերների կարծիքը, ովքեր ես վստահ գիտեմ, որ չիմանալով դրա մասին, չտիրապետելով այդ ինֆորմացիային 100%-ով, արտահայտում են իրենց կարծիքը շատ տենց կտրականաբեր, շատ սուր կերպի, որ չգիտեմ, այնտեղ կառավարվում է դա, կա ինչ-որ գեներատոր, ով գեներացնում է բացված բոլոր գործակները ու բացում է այն ուղղությամբ, որ ձեզ ձեռնտու է։ Նախ ընկերներ ջան, որպեսզի դուք ընկնեք այնպիսի թրեյդերների հետ գործակ, ովքեր բացում են տվյալ արժութային զույգում, այնպիսի թրեյդերների շարքի հետ, որ տեսել են ձեզ այդ նույն ուռովենը, նույն անալիզն են այլ ու բացել են նույն ուղղությամբ, ինչ որ դուք ու դրա քանակը գերակշռում է հակառակ ուղղությամբ բացվածների քանակին ու բրոկերը ձեզ փակում է այսպես ասած հարկադրաբար մինուս, որպեսզի ինքը աշխատի, արդեն այդ սիտուացիաների հետ հանդիպելը ընկերներ ջան, ես չգիտեմ ինչքան պետք է աշխատեք, որ նման սիտուացիաների հետ առնչվեք, հանդիպեք, բացեք գործակներ հենց հատկապես այդ կետերում։ Տեսեք ընկերներ ջան, այստեղ կրկին երկարաձգված կարիք չէ այստեղ տեղի ունենում, բացում եմ արդեն երկրորդ դագոնը այստեղ, եկեք դեպի ներքև բացում եմ դագոն, դեպի վերև գործարկել այստեղ մինուս փակեց, եկեք դեպի վերև էլ բացեմ $100, շատ կուզեի ես նույն էքսպերիմենտը անեի ավելի մեծ թվերով, օրինակ $50 եւ $150 փոխարեն կատարեի էքսպերիմենտ, օրինակ $1000 եւ $3000, սակայն ընկերներ ջան, ինձ ճիշտ հասկացեք, սա իմ աշխատած գումարն է, ես չեմ կարող ավելի ռիսկի գնալ, եթե ինչ-որ մի բան էլ այնպես չընթանա, հետո շատ ժամանակ ես պետք է տրամադրեմ, աշխատեմ, վերադարձնեմ այդ մինուսը, դրա համար էսպիսի փոքր էքսպերիմենտ եմ անում, հնարավորինս մաքսիմալ ստանդարտ ստաբիլ ժամանակ եմ ընտրել օտես արժութային զույգերի համար։ Կրկին տեսեք, բացել եմ $900 դեպի ներքև, $100 դեպի վերև, $900 գործարքը, որը բացել եմ, դա ըստ անալիզի է, այստեղ գինը գնում է մինիմումի թարմացման, դա ըստ իմ անալիզի է, ընկերներ ջան, որը կարծում եմ շատ թրեյդերներ եւս եթե աշխատում են այս պահին, $900 գործարքը արդեն պլյուս փակվել է, ընկերներ ջան, $100 գործարքն էլ հակառակ ուղղությամբ բացված գործարք էր, պետք էլ չի որ պլյուս փակվի, ամեն դեպքում այս սեանսում մենք պլյուս ենք ընկերներ ջան, սա իմ այսօրվա բացված բոլոր գործակներն են, սա էլ վերջին սեանսի գործակներն են, ըստ անալիզի տեսանք, որ պլյուսը միանշանակ ավելի շատ է։ Ընկերներ ջան, քանի դեռ ոչ ոք չի տիրապետում 100%-անոց ինֆորմացիայի, ես ձեզ խորհուրդ եմ տալիս ոչ մեկին մի լսեք ու ոչ մեկին մի հավատացեք ձեր փորձին, սեփական փորձի վրա, տեսեք աշխատում են, աշխատեք չեն աշխատում, բացի օտես արժութային զույգից կան նաև իրական ֆորեքսում արժութային զույգեր։ Հետաքրքիր էր այս էքսպերիմենտը նաև ինձ, շնորհակալ եմ բոլորից, որ դիտեցիք մինչև վերջ, հարցերի դեպքում նկարագրության բաժնում կարող եք գտնել մեր տելեգրամյան ալիքը եւ կարող եք ցանկացած հարցով դիմել ինձ եւ կարող եք միանալ թիմին իմ բոլոր գործակները ինձ հետ բացելու համար։ Շնորհակալ եմ բոլորիցդ, հաջողություն։